Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, այս մասին հայտնում է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Անվտանգության խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները, գրել է Բաղդասարյանն իր Facebook-յան էջում։ Նշենք, որ փետրվարի 28-ից հետո, երբ մեկնարկեց Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի ագրեսիան, սա անվտանգության խորհրդի արդեն 5-րդ նիստն է, վերջինն անցկացվել էր մարտի 9-ին։ Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ arczepiskopos Պրոշյանի տնային կալանքը վերացվեց։ Արագածոտնի մարզի առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ որոշում կայացրեց Մկրտիչ սրբազանի նկատմամբ կիրառել բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։ Նրան արգելվում է հաղորդակցություն ունենալ վարույթի մասնակիցների եւ Արագածոտնի թեմի հոգեվորականների հետ, այցելել թեմի նստավայր Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցիներ։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորված էր 2025-ի հոկտեմբերի 16-ից Ստեփան Ասատրյանի հայտնի հարցազրույցից հետո եւ Դանիել Իոնիսյանի ներկայացրած հաղորդման հետևանքով։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել քրեական օրենսգրքի 2 հոդվածներով։ Պաշտոնյական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտել է, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրել է։ Ասատրյանը պնդել էր, թե Մկրտիչ սրբազանը վեհապարի հորդորով 2021 թվականին Արագածոտնի թեմի քահանաներին պարտադրել է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Փետրվարի 12-ին դատարանը որոշել էր Մկրտիչ սրբազանի կալանքը փոխարինել տնային կալանքով։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին սակայն արգելված էր մասնակցել պատարակների եւ հանդիպել քահանաների հետ։ Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ շփոթությունում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիթա Գզոյանին վերականգնելու հարց չկա։ Հարցին, թե ինչ բացատրություն է ներկայացրել Գզոյանի ազատման մասին, արձագանքեց, բացատրություն ներկայացնելու կարիք չունի։ Անդրեասյանն ընդգծեց, գնահատում է Գզոյանին որպես գիտնականի եւ գտնում է, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում թանգարանում։ Այդ իմաստով կարծում եմ, մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ եւ կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն, նշեց Անդրեասյանը, հավելելով եղել է իրավիճակ, որ չպետք է լիներ։ Հարցին, թե արդյոք Գզոյանը տեղեկացվել է արարողակարգի փոփոխության մասին, որ տարիներով գործել է, Անդրեասյանն արձագանքեց, որ այդ մասով ինքը չէ պատասխանատուն։ Վերջինս նաեւ տեղեկություններ, որ թանգարան ինստիտուտի աշխատակիցներն ավելի վաղ ասվել է, որ Էդիթա Գզոյանը տնօրենի պաշտոնից ազատվում է հուշահամալիրի տարածքում շինարարական աշխատանքների հետ կապված։ Անդրեասյանի խոսքով աշխատակիցների հետ երեկվա հանդիպմանը հիմնականում քննարկվել է նրանց գիտահետազոտական գործունեությունը։ Նախարարը պնդեց, նրանց ասել է, որ պետք է վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իսկ Արցախի հետ կապված հետազոտությունների բաժինը փակելու մասին խոսք չի եղել։ Հիշեցնենք, որ թանգարան ինստիտուտի բոլոր 74 աշխատակիցներն օրեր առաջ դիմել էին Նիկոլ Փաշինյանին, հույսով, որ կվերանայվի այս պարտադրանքը։ Երևանի Արաբկիր բժշկական համալիրի նախորդին ընդունված 1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, այս մասին հայտնում են Արաբկիր բժշկական կենտրոնից։ Կլինիկական մահախտորոշման փոքրիկը նախորդ գիշեր ներբուժ կենտրոն տեղափոխվել, քննչական կոմիտեն սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել, 1 հոգի ձերբակալված է։ Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա մոր 4-րդ երեխան է, զույգ տղաների ըստ Արարատի մարզի համագյուղացիների մանկատուն են տարել, իսկ գյուղում տատիկի խնամքին է մնացել 3-ամյա աղջնակը։ Մայրը 3 ազատությանն ասել էր, որ երեխային նախկին ամուսնու մոտ է թողել, մինչև ինքը վարձով բնակարան գտներ։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը Հայաստանում գնաճի վրա կարող է թողնել 1.2-ից 1.7% ազդեցություն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Այդ գնաճի ենթակոմպոնենտներն են նավթի գնի ավելացումը, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը եւ Իրանից ներմուծվող բարենային որոշ ապրանքների որոշակի փոխարինումը։ Այնինչ ասում եմ, սա ռիսկերի տիրույթում է ու մենք չենք ասում, թե այդ ամենն անպայման տեղի է ունենալու, նշեց նա։ Գալստյանի բնորոշմամբ այս հակամարտությունը մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի գնաճի ավելացման ներուժային պոտենցիալ, ինչը Հայաստանի համար բավականին անցանկալի երևույթ կարող է լինել։ Եթե համաշխարհային տնտեսության մեջ նկատվի տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն կազդի Հայաստանի ներսում տնտեսական աճի եւ զարգացումների վրա։ Այդ իսկ պատճառով Մերձավոր
Արևելքում ծավալված հակամարտությանը մենք մեր քննարկումների ժամանակ մեծ ուշադրություն ենք դարձրել, հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահը։ Ըստ նրա, եթե արտաքին պահանջարկը նվազի, դա ազդելու է Հայաստանի Հանրապետության տնտեսական արդյունքների վրա, որն իր հետ կարող է բերել նաև հոգեբանական խնդիրներ։ Օրինակ, մարդիկ, որ տրամադրվել են, որ այս տարի պետք է այցելեն Հայաստան, տեսնելով մեր երկրի շուրջ վատ զարգացումները, հնարավոր է էլ չգան, նշեց Գալստյանը։ Կենտրոնական բանկի նախագահը չբացառեց, որ այս հակամարտության արդյունքում տուրիստական հոսքերը եւ անշարժ գույքի շուկայում ներդրումները ծոցի երկրներից կարող են ուղղվել Հայաստան։ Մենք քննարկել ենք այդ սցենարը, ինչպես ռուս-ուկրաինական հակամարտության դեպքում, այնպես էլ այս պարագայում էլ նշված երկուություններով էլ կարող է լինել հնարավոր դրական պահանջարկի որոշակի էպիզոդներ, նշեց Գալստյանը։ Բացի այդ, Գալստյանի դիտարկմամբ կա մեկ այլ խնդիր եւս, որը պայմանավորված է գնաճի վրա նավթի գների ավելացման ազդեցությամբ։ Նա հիշեցրեց, որ Իրանի ռազմական գործողությունները սկսվեցին փետրվարի 28-ին, որի ազդեցությունը Հայաստանի գնաճի վրա կարտացոլվի արդեն մարտի ցուցանիշների մեջ։ Ի դեպ, փետրվարի 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է կազմելով 4.7%։ Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պատասխանատվության ենթարկել Բագրատ arczepiskopos Գալստանյանին հավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար։ Facebook-յան իր էջում այս մասին հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները վիճարկում են 2024 թվականի հոկտեմբերի 6-ին Տավուշը հանուն հայրենիքի շարժման հավաքի կազմակերպումը, ըստ նրանց հավաքն արտոնված չի եղել։ Կոնկրետ այս գործով ասում են, երբ Լիդիա Մանթաշյանը ծանուցել է Տավուշը հանուն հայրենիքի շարժման հավաքի մասին, իսկ Բագրատ Սրբազանը փաստացի առաջնորդել է այդ հավաքը, այն փաստի ուժով դարձել է ապօրինի, բացատրում է Սողոյանը։ Դեռ 2025 թվականի մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Անիտ Շիլինգարյանը որոշում էր կայացրել մերժել վարչական պատասխանատվության պահանջը։ Երևանի քաղաքապետարանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Սողոյանը նշում է, որ դատարանները հայցի մերժման հիմքում դրել են այն պատճառաբանությունը, որ վարչական իրավախախտման արձանագրություն կարող էր կազմել միայն անձամբ քաղաքապետը եւ չէր կարող այդ լիազորությունը վերապահել այլ անձի։ Մինչդեռ հայցադիմումին կից ներկայացվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ 06-11-2024 թվականի թիվ 002 արձանագրությունը, որը կազմել եւ ստորագրել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Արամ Մարտիրոսյանը։ Այսօր մարտի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 18:40-ի սահմաններում Հունանավետիսյան փողոցում բախվել են 31-ամյա Արտակայի վարած Ford Fusion մակնիշի, 22-ամյա Հովիկ Մ-ի վարած Տեսլա մակնիշի եւ 40-ամյա Զորհապ Ս-ի վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Արտակ Ան, Հովիկ Մ-ն եւ վերջինիս ուղևոր 17-ամյա Գևորգ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։